Այդ անվտանգության խնդիրը իրականում գալիս է նրանից, որ օգտատերը անփույթ է։ Ու պարտադիր թռչնակդիր նոր կկարողանաս առաջ անցնել։ Եթե դու ինքդ քեզ չես պաշտպանում, առաջինը, ով է քեզ պաշտպանելու։ Պետությունը պետք է ճանաչի մարդու իրավունքը լինել պաշտպանված կիբերմիջավայրում։ Ինչ ասել է անձնական տվյալներ։ Անունը, ազգանունը, հայրենը, դեմքը, ձայնը, ԴՆԹ-ն։ Ձեր էջը 48 ժամվա ընթացքում կարգելափակվի, եթե չանցնեք հղմամբ։ Եկել է ինձ մեյլ։ Ես վախենում եմ, չգիտեմ։ Լինում է, չէ, դեպքեր ասում են, դուք շահել եք iPhone 16 կամ iPhone 17։ Ես կբացեմ իսկական Facebook-ի իսկական հավելվածը, ընդերից password-ը կփոխեմ։ Հակերը առաջին հերթին աշխատում է մեր զգացմունքների վրա։ Նախ ներկայացնենք յուրաքանչյուրս մեզ, ձեզնից սկսենք։ Բարև ձեզ, իմ անունը Գևորգ Հայրապետյան, ես մասնագիտությամբ իրավաբան եմ ու աշխատում եմ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։ Անձնական տվյալների պաշտպանություն։ Այո, անձնական տվյալների պաշտպանություն։ Մարիամ Ես Մարիամն եմ, Գասպարյան, մասնագիտացված եմ Մետա գովազդային արշավների թիրախավորմամբ եւ տեխնիկական խնդիրների տեղեկատվական անվտանգության ոլորտում։ Այս պահին ունեմ Մետայի կողմից 5 միջազգային սերտիֆիկատ, զբաղվում եմ ոչ միայն գովազդային արշավների ռազմավարությամբ, այլ նաեւ բիզնես էջերի տեխնիկական խնդիրների կարգավորմամբ։ Անտիր, շատ լավ։ Ես էլ ձեզ հիշեցնեմ, որ ես Անին եմ Զաքարյան, Հայուհիմն, ձեր խոնար ծառան, դուք դիտում եք Հայը հաղորդման երկրորդ եթերաշրջանի հերթական թողարկումը։ Այսօր խոսելու ենք կիբերանվտանգության, Մետայի անձնական տվյալների պաշտպանության մասին։ Առաջին հարցը. ընդհանրապես մեդիա գրագիտությունը ինչպես ենք սահմանում, ինչ է սա։ Եկեք ես խոսեմ մեդիա գրագիտությունն ու Մետայի հետ կապը։ Մեդիա գրագիտությունը կարող է օգնել մեզ ալգորիթմի վրա ազդել եւ կանխել կեղծ լուրերի, կիբերհարձակումների տեղեկատվական ոլորտում։ Ինչպես է դա կատարվում իրականում, եթե օգտատերը հասկանում է, որ որն է կեղծ լուրը, որն է իրական լուրը, հետևում է միայն վստահելի աղբյուրներին, չի տարածում կեղծ լուրեր, մեդիագրագիտությունը օգնում է ալգորիթմին, ազդում է ալգորիթմի վրա եւ օգնում է, որ օգտատիրոջը ցույց տա միայն իրական լուրեր։ Իսկ իրավաբանությունը այդ հարցին չի պատասխանում, այսինքն ոչ միշտ է որ պատասխանում է այնպես, ինչպես մարդիկ պատկերացնում են առօրյայում կամ իրենց խոսույթում։ Սովորաբար եթե կարճ, եթե անորոշ թվով մարդկանց համար, ապա մեդիա գրագիտությունը թաց է չորից զատելու եւ առցանց հարթակում ապատեղեկատվությունը, ճշգրիտ տեղեկություններից տարբերակելու հմտությունը իրականում, եթե շատ կարճ փորձենք անել։ Իսկ ինչ է կիբերանվտանգությունը։ Կիբերանվտանգությունը արդեն իրավաբանությունը այս հարցին պատասխանում է, կա Բուդապեշտի կոնվենցիա, որը կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասին է։ Մենք ունենք կիբերանվտանգություն եւ կիբերհանցագործությունների եզրույթները, որը կիրառում են մասնագիտական շրջանակում, բայց եթե անալոգիան բերենք ու փորձենք այլ բառերով բնութագրել դա, ապա մեր քրեական օրենսգիրքն է մի քիչ լավ տալիս այդ հարցի պատասխանը։ Դրանք համակարգչային տեղեկության դեմ ուղղված հանցագործություններն են, դա կիբերհանցագործությունն է։ Հետևաբար կիբերանվտանգությունը դա համակարգչային տեղեկության կամ թվային միջավայրում տեղեկության կամ էլեկտրոնային միջավայրում տեղեկության անվտանգությունն ու պաշտպանությունն է։ Այսինքն կիբերանվտանգությունն ապահովելու պարագայում մենք ապահովում ենք մեր անձնական տվյալները։ Երբեմն կիբերանվտանգությունն ու տվյալների պաշտպանությունը իրար հետ հատվում են, բայց չեն նույնանում։ Օրինակ մարդու մասին տեղեկության, այն է անձնական տվյալի առցանց թվային պաշտպանությունը կիբերանվտանգություն է, բայց երբեմն կարող է լինել տեղեկություն թվային միջավայրում էլի, որը կարիք լինի պաշտպանել, ապահովել դրա անվտանգությունը, բայց այդ տեղեկությունը չլինի մարդու մասին։ Դա կշարունակի մնալ կիբերանվտանգություն, բայց չի լինի անձնական տվյալների պաշտպանություն։ Եվ հակառակ անձնական տվյալների պաշտպանությունն էլ ունի պարտադիր չի կապված լինի կիբերմիջավայրի հետ, կարող է լինել նաև անցանց հարթակում, ֆիզիկական կյանքում եւ նույնպես լինի տվյալների պաշտպանության իրավունք։ Իսկ ձեր կարծիքով օրինակ անձնական տվյալները Մետայում պաշտպանված են թե ոչ, օգտագործվում են թե ոչ։ Բնականաբար օգտագործվում են Մետայի ամբողջ։ Իսկ մեր համաձայնությամբ թե Մետայի համաձայնությամբ։ Չէ, սովորաբար մարդու համաձայնությամբ։ Այո, ըստ մեր համաձայնությանը։ Շատ մասնագիտական պոլեմիկայի մեջ չմտնենք, որտեղ
ամեն դեպքում Եվրոպայի միությունում GDPR-ի կանոնները խախտելու համար մեկու մեջ տուգանվում է։ Հետևում է միջազգային կանոններին, Բայց նույնիսկ հետևում է։ քննությունների ես պաշտոնական քննություն եմ հանձնել, նույնիսկ այդտեղ հարցեր նշված, արդյոք Մետան հետևում է Եվրամիության միջազգային կանոններին, այսինքն սրանց հետևում է, որ Մետան հետևում է միջազգային կանոններին, մեր անձնական տվյալները պաշտպանված են ու նույնիսկ մենք ենք ընտրում, արդյոք օրինակ մեր անձնական տվյալները հայտնվեն գովազդային արշավներում, թե ոչ։ Եկեք այստեղ մի disclaimer անենք դիտողների համար, տվյալների պաշտպանությունը, որտեղ ռիսկ կա, որ մարդիկ տվյալների պաշտպանությունը հատկապես մեր քննարկման կոնտեքստում կարող է խառնեն տվյալների գաղտնիության հետ։ Ես հենց դա եմ ուզում ենք բացենք, մարդկային լեզվով բացատրենք մեր հեռուստադիտողին, որպեսզի հասկանալի լինի։ Մի քիչ իրավաբան դիտողների համար մենք սահմանադրությունում ունենք երկու տարբեր իրավունք։ Մասնավոր ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, որը նաև մենք կոչում ենք անձնական կյանքի գաղտնիքներ, եւ ունենք անձնական տվյալների պաշտպանությունը։ Անձնական տվյալների պաշտպանությունը տվյալները ամեն գնով գաղտնի պահելու մասին չէ։ Անձնական տվյալների պաշտպանությունը տվյալների հետ ճիշտ վարվելն է, կամ տվյալների հետ վարվելու կանոններ։ Օրինակ, տվյալների հետ գործողությունները պիտի չլինեն աննպատակ, պիտի դրա տակ լինի կոնկրետ նպատակ։ Հիմա Reopen մեդիան իմ տվյալները մշակում է, որտեղ ցույց է տալու իմ պատկերը իր հեռուստադիտողներին, բայց ունի լրագրողական առաքելություն, առնվազն այն հաղորդման կոնտեքստում, որում որ ներկայացվելու եմ ես, ունի իմ համաձայնությունը, որը արտահայտվել է իմ գործողությամբ, ես այստեղ եկել եմ, եւ դա անելու է համաչափորեն, այսինքն այն պիտանի անհրաժեշտ չափավոր ձևերով, որ անհրաժեշտ իր առաքելությունը նպատակին հասցնելու համար հրապարակելու է, տեղադրելու է տարբեր սոցիալական հարթակներում, մարդիկ դա տեսնելու են, ինչ որ պահել արխիվացվելու է։ Եվ օրինակ սրանք տվյալների հետ վարվելու ճիշտ կանոններ են, երբ կա նպատակ, երբ դա համաչափորեն է իրականացում, երբ կա տվյալների հետ վարվելու, տվյալների հետ գործողություն անելու հիմք, մարդու համաձայնությունը դա կատարվում է ըստ համաձայնության։ Այո։ Ինչպես օրինակ երբեմն Մետան ստանում այդ համաձայնությունը, կլասիկ շատ ընդունված տարբերակ է առցանց հարթակների համար, ովքեր ծառայություն մատուցում են հեռավար, դա անում է privacy policy-ին համաձայնություն տալու միջոցով, երբ որ մարդիկ թռչնակ են դնում այդ դրան։ Ու առանց հասկանալու են հիմնականում դնում։ Մեկն է։ Բայց օրինակ այս խնդիրները, որ այդ անվտանգության խնդիրը իրականում գալիս է նրանից, որ օգտատերը անփույթ է շատ հաճախ լինում։ Անհետևողական է։ Առանց հասկանալու ձեր ասած այդ պտիշկան դնում է։ Մի օրինակ պատմեմ, ուրեմն մի անգամ մի մարդու դրամապանակը վերցրել էին, գողացել էին, խաբել էին մարդուն, հասարակություն են ստացել իր դրամապանակին առցանց եւ սոցիալական ցանցերից մեկում մի քիչ բանավեճ էր ձևավորվել, թե մարդը պարտավոր է ինքը ապահովել իր տվյալների անվտանգությունը, ակնհայտ սխալ քայլեր է արել եւ այլն եւ այլն։ Այն ժամանակ ես անձնական տվյալների պաշտպանության լիազորի մարմնի ղեկավարն էի Հայաստանի ու այս վեճը հասավ ինձ, որոշեցին հարցնել իսկապես այդպես է մեր օրենսդրության ու տվյալների պաշտպանության կանոնների տեսանկյունից իսկապես մարդը պարտավոր է ինքը ապահովել իր տվյալների անվտանգությունը։ Պարզվեց, որ մարդու համար այդ բառը կիրառելը ճիշտ չէ։ Ինքը պարտավոր չի ապահովել իր տվյալների անվտանգությունը, ինչքան էլ որ մարդը ինքը անձնապես չափազանց կարևոր օրոք է իր տվյալների անվտանգությունը ապահովելու համար։ Շատ հաճախ նաև անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինն առիթ է ունեցել իր հանրային տարեկան հաշվետվություններից մեկում նշել, որ Հայաստանում տեղի ունեցած կիբերհարձակումները շատ հաջողության են հասել ու հիմնական պատճառը թույլ օղակը եղել է մարդը։ Մարդու հմտության բացակայության, գիտելիքի բացակայության կամ անզգույշ գործողության բացակայության պատճառով են կարողացել Այսինքն պատրաստ չեն։ Բայց որպես պարտականություն, եթե որևէ մեկը տվյալներ է մշակում, նա ունի պարտականություն կիրառելու տեխնիկական եւ կազմակերպչական միջոցներ, որպեսզի ապահովի այդ տվյալների նկատմամբ անօրինական միջամտությունը։ Ես մի լավ օրինակ ունեմ, եթե խոսեցինք privacy policy-ին համաձայնություն տալուց։ Առաջ կարող է կայքում միտեղ privacy policy-ին լիներ եւ գաղտնիության քաղաքականությունը լիներ, որտեղ կան տվյալների հետ վարվելու կանոններ եւ մարդուն ասեն, եթե մտնում ես կայք, ուրեմն ինքնաբերաբար համաձայնում ես դրան։ Այո։ Հետո տեխնոլոգիան, գիտությունը զարգացավ, դրա հետ փոխվեցին առցանց մարդու կյանքի ծավալները եւ այդ կանոնը փոխվեց։ Հետո սկսեցին վեր թռնող այդ pop-up
notification-ով հայտարարությամբ մարդուն ասել դու պարտադիր թռչնակը դիր նոր կկարողանաս առաջ անցնել։ Հետո մի քիչ էլ որոշեցին, որ չէ, պետք է մի քիչ ավելի խստացնել այս կազմակերպչական կանոնները, որ մարդը իսկապես կարդա ու որոշ հարթակներ ստիպում են մինչև վերջ թերթել գաղտնիության քաղաքականությունը, նոր վերջում ես համաձայնեմ մի կոչակը կարծում։ Իհարկե, էլի Հիմա ոչ։ ես չգիտեմ որտեղ հանդիպեցի տենց բան։ Կարծեմ PlayStation-ներ Sony թե ինչ, բայց մի հերթական կրիչներ, որի վրա որ պետք է մուտք գործեիր հարթակ, ու ինքը երբ որ թերթում էր այդ գաղտնիության քաղաքականությունը, վերջում այդ կոճակը համաձայնեմի չակտիվացավ, որտեղ արագ էր թերթել։ Ինչ որ սկսում էր նայել, թե դու ինչ արագությամբ ես թերթում, դու այդ արագությամբ կարդացողը չէիր։ Նա դանդաղ կարդա, ես ամեն գնով ստիպելու եմ, որ դու տեսնես, թե ինչին ես համաձայնություն տալի, որտեղ համաձայնություն ունի չափանիշներ, ամեն հանճի, որ համարվում է վավեր համաձայնություն, դա հաստատվել է նաև մեր վճռաբեկ դատարանի որոշմամբ, դրանից առաջ էլ եղել է տվյալների պաշտպանության լիազոր մարմնի որոշումներում, ի թիվս այլնի համաձայնությունը պիտի լինի որևէ կամքի արտահայտման ձև, կարող է լինել գործողություն, կարող է լինել բառ, պիտի լինի ազատ տրված, պիտի լինի որոշակի, այսինքն վերաբերի կոնկրետ տվյալների, կոնկրետ մշակման։ Մշակումը գործողություններ են, որ կատարում են տվյալների հետ, եւ պիտի լինի նաեւ հասանելի, տեսանելի ու հասկանալի մարդու համար։ Հա, բայց եկեք sense մի բան ասեմ։ Այսպեսի մի խոսք կա, եթե դու ինքդ քեզ չես պաշտպանում, առաջինը, ով է քեզ պաշտպանելու։ Այսինքն, եթե ես կարդում եմ, հետո դնում եմ իմ համաձայնությունը, նշանակում է ես իմ իրավունքներին տեղյակ եմ։ Բայց եթե ես չեմ կարդում, այսինքն դա իմ պարտականությունը չի։ Ես չեմ կարդալու, առանց հասկանալու դնելու եմ բտիշկեն ու առանց չեմ գնալու։ Հետո էլ արդեն մեղադրելու ենք մետային կամ չգիտեմ, այլ պլատֆորմներին։ Մետան կամ այլ հարթակը կարող են չլինել մեղավոր մարդու տվյալների, կարող են իրենք նույնպես պատշաճ իրավունքներ առաջ լինել եւ տվյալները արժի գովազդային աշխատանքով այնպես անի, որ իր տվյալները բարձի թողի վիճակում լինեն ու պայմանական մի հաքերը կարողանա հեշտությամբ դրանց հասանելիություն ստանալ, սա հնարավոր է, բայց դա չի փոխում պատասխանատվությունների բեռը։ Սա իրականում այդ պարտականություն բառը ինձ համար որպես իրավաբանի մի քիչ դժվար է sense ուղղակի հաշտվել, որ դա կարելի է կիրառել մարդու նկատմամբ, որտեղ իրավունքի փիլիսոփայության մեջ, պետության օրենքի տեսության մեջ, օրինակ սահմանադրական իրավունքի կրողը մարդիկ են, բայց հասցեատերը պետությունը կամ ունի պարտականություն ապավելու միջավայր, հարգելու մարդու իրավունքները թույլ չտալու, որ դրանք խախտեն, նույն հաջողությամբ այստեղ տվյալներ մշակողները, նույն մետան, ինքը ունի պարտականություն ապավելու տեխնիկական ու կազմակերպչական միջոցներ, եթե ինքը բարեխղճորեն դա ապահովում է, ապա հաքերային հարձակման դեպքում անգամ եթե հաջողված հարձակում է դա, պատասխանատվությունը ամբողջությամբ չի մնում բնականաբար մետայի վրա, հանցագործության համար պատժվելու է հաքերը, եթե տվյալների մշակողը ինքը բարեխիղճ է, ինքը գալիս ու կանգնում է օգտատիրոջ կողքին, ում տվյալները արտահոսել են ու երկուսով են լինում զոհ։ Բայց եթե ինքը իր պարտականությունները, իր կանոնակարգումները լավ չի տալիս, համաձայնություն նորմալ չի հարցնում, նորմալ տեխնիկական միջոցներ չի ապահովում, սերվերների վրա պետք եկած կոնֆիգուրացիաները չի կիրառում եւ այլն, ապա ինքը որոշակիորեն կարող է կրել այդպիսի պարտականություն։ Տեսեք, իրականում համաձայն չեմ ձեզ հետ, որովհետեւ մետան, չեմ ասում 100%, բայց 98%-ով տիրապետում է այդ հակերային հարձակումներին, նույնիսկ եթե տեսնում եք, որ հղմամբ անցնում եք, մետան ունի link verification, ստուգում է արդյոք այդ link ունի պաշտպանություն, արդյոք ապատեղեկատվություն տարածել է թե ոչ։ Ես Այսինքն ինքը տիրապետում է որևէ հարց Ինձ դուր է գալիս այս բանավեճը։ Իսկ ինձ ես հասկանում թե ինչի դուք ինձ հետ համաձայն չեք, դուք ինձ հետ համաձայն չեք մենակ այն պատճառով, որ դուք պրոյեկտեցիք իմ ասածը մետայի վրա, իսկ իմ գլխում կա Ես մետայի կողմից սերտիֆիկացված մասնագետ եմ, զբաղվում եմ մետայի։ Չէ, բացարձակ մետայի համար չի ասում։ Եթե անկեղծ ու սուբյեկտիվորեն, ապա սովորաբար մեծ կորպորացիաները, մեծ սոցիալական հարթակները, մեծ հեռահաղորդակցություն ծառայության մատուցողները, ինտերնետ պրովայդերները, բանկային համակարգերը, մեծերը, որպես կանոն շատ պատրաստված են կիբեր ռիսկերին, որպես կանոն, իրենք ավելի շատ են մտածում անվտանգության մասին, նաև սեփական հեղինակության ու գործարար համբավի համար, բայց դա չի նշանակում, որ այնտեղ չեն լինում խնդիրներ, երբ ես ասում եմ նրա մասին, որ պարտականություն բառը կիրառելի է տվյալների մշակողի նկատմամբ, դա օրենսդրական փաստ է այլևս վաղուց, առնվազն 1981 թվականից, երբ որ Եվրոպայի խորհուրդը ընդունեց անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին կոնվենցիան, ուղղակի փաստ է, այդպես է։
իրավական տերմինաբանությունը աշխատում։ Այո, մարդու գործողությունները ուղղակի չափազանց կարևոր են այն հարցի համար, այն հարցում, թե արդյոք մարդը ենթարկվի կիբեր հարձակման հաջողված, թե չի ենթարկվի։ Այսինքն գնալուց առաջ պետք է մտածել մի հատ։ Դուք ասում եք, որ բանկերը եւ շատ այլ կազմակերպություններ լրջորեն պաշտպանված են, հա, իրենց որպես կանոն ամբողջ աշխարհում։ Ահա, պետությունը Նույնը կարող ենք համարել մարմիններին։ Բայց պետությունը որպես այդպեսին կարող է արդյոք իր քաղաքացուն անկախ պաշտոնից, դիրքից, տարիքից, սեռից պաշտպանել կիբեր հարձակումից։ Այո։ Այդ պաշտպանության առաջին քայլը իրավունքը ճանաչելն է։ Այսինքն քաղաքացին պիտի ճանաչի իրավունքը։ Պետությունը պիտի ճանաչի մարդու իրավունքը լինել պաշտպանված կիբեր միջավայրում։ Առհասարակ ցանկացած իրավունքի պաշտպանության առաջին քայլը այդ իրավունքը ճանաչելն է։ Եթե չկա ճանաչված իրավունք, չկա դրա պաշտպանության մասին առհասարակ խոսելու հնարավորություն։ Ինչ ասել է անձնական տվյալներ այս պարագայում, ինչ անձնական տվյալների մասին ենք խոսում, եկեք հստակեցնենք, որովհետև վստահ եմ ես էլ մասամբ ամբողջությամբ չեմ տիրապետում ու ինձ հետաքրքիր է այդ տեղեկատվությունը եւ վստահ եմ նաեւ մեր հեռուստադիտողը ոչ ամբողջապես է պատկերացնում, թե ինչ ասել է անձնական տվյալներ եւ դրանց պաշտպանությունը։ Մարիամը թող սկսի, դուք կշարունակեք։ Ես կխոսեմ մետայի շրջանակներում անձնական տվյալներ ասելով ինչ է նշանակում ու այդ անձնական տվյալները որտեղ կարող են օգտագործել։ Հիմնականում անձնական տվյալները մետայի գովազդային արշավներում հնարավոր է օգտագործվեն, բայց դա, ինչպես նշեցի, մեր համաձայնության եւ քաղաքականության շնորհիվ է լինում։ Մենք կարող ենք ինքներս մտնել ու սահմանափակել այդ անձնական տվյալների արտահոսքը, տեղադրությունը, հասանելիությունը, այսինքն մեզ մետան հնարավորություն է տալիս, բայց ինչպես նշեցի, անվտանգության միակ խնդիրը օգտատերի անփութությունն է։ Շատ հաճախ մեր հեռախոսահամարները, մեր մեյլերը, մեր նկարները, մեր տեսանյութերը հնարավոր են անձնական տվյալներ համարվում։ Այո, կարող են օգտագործվել OSP-ին, օգտագործում են ավտոմատացված համակարգերում, AI-ում են շատ օգտագործում, կարող են բացել էջեր, օրինակ բանկերի կամ բժշկական կենտրոնների անունից զեղծարարությամբ զբաղվել, իսկ այդ արտահոսքը չլինելու համար մեզ պետք է մի բան իրականում ու ես իշքան որ դիտում եմ հարցազրույցներ, մի բան եմ նկատում, սովորեցնում են ինչպես պաշտպանվել հակերային հարձակումներից։ Իրականում սա շատ սխալ մի հատ աֆորիզմ է դարձել։ Բայց չսովորեցնում։ Ոչ։ Առաջինը պետք է հասկանանք ով է մեր թշնամին։ Կիբերանվտանգությունը դա բժշկություն է։ Եթե ինչ-որ հիվանդություն է մեզ մոտ լինում, մենք պետք է հասկանանք ինչ վիրուս է, հետո նոր տեղը տանք։ Նույն ձև էլ պետք է հասկանանք ով է հակերը։ Երբ որ մենք ասում ենք ինչպես պաշտպանվել հակերային հարձակումներից, մենք դիմացինին վախեցնում ենք։ Հակերից պետք է պաշտպանվենք, բայց եկեք մի հատ հասկանանք ով է հակերը, ինչ ճանապարհ է անցնում, ինչպես է ազդում մեր զգացմունքների վրա, հետո նոր արդեն ինչպես պաշտպանվենք հակերային հարձակումներից։ Հակերային հարձակումներին դեռ կանդրադառնանք, անձնական տվյալները։ Եթե բարձ տարբեր օրենքներում տարբեր ձևակերպում կարող է կիրառվեն, Հայաստանում մի ձևակերպում կա ԵՄ-ում այլ, բայց եթե բարձ մարդու մասին ցանկացած տեղեկություն անձնական տվյալ է, անունը, ազգանունը, հայրենը, դեմքը, ձայնը, ԴՆԹ-ն, աչքի ծիածանաթաղանթը, մատնահետքը, քաղաքական, կրոնական, փիլիսոփայական, քաղաքական հայացքներն ու համոզմունքները, առողջական վիճակը, ընտանեկան դրությունը եւ այլն եւ այլն եւ այլն։ Ամեն ինչ, ինչը մարդու մասին է, անձնական տվյալ է։ Անձնական տվյալների սպառիչ ցանկ, որ սպառիչ գրված լինի A-ից մինչեւ F-ն, գոյություն չունի ոչ մի աշխարհում, ոչ մի երկրում, այդ ցանկերը կարող են տարբեր լինել, իսկ անձնական տվյալների պաշտպանությունը, ոնց ասեցի, տվյալների վարվելու ճիշտ կանոններն են, դա էլ կախված է լինում նրանից, թե անձնական տվյալը ինչքանով է զգայուն, օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն։ Ես օբյեկտիվորեն եւ սուբյեկտիվորեն ամփոփ բաց ենք ամփոփ։ Սուբյեկտիվորեն մարդու վերաբերմունքն է իր անձնական տվյալին։ Օրինակ ինձ համար իմ հեռախոսահամարը բջջային գրեթե դադարել է զգայուն անձնական տվյալ լինելուց, որովհետև ես անորոշ թվով անձանց անընդհատ տալիս եմ իմ հեռախոսահամարը, մեծ մասին ասում եմ ուզում եք փոխանցեք առանց ինձ լրացուցիչ հարցնելու, այս գլխից ունեք իմ համաձայնությունը։ Եղել է 250 հոգանոց լսարանում, անդադ ինձ հարցեր են ուզեց այդ ժամանակս վերջացել է, ֆլիփ չարտի վրա վերցրել համարս գրել եմ ու տենց թողել եմ, ասել եմ ուզում եմ թողա նայի վերցնի գրանցի երբ ուզում այն զանգի։ Կպատասխանեմ, հարմար չի լինի հետո հետ կզանգեմ։
Սա սուբյեկտիվ զգայունությունն է մեկ ուրիշի համար։ Պատկերացնենք ձեզ համար անձնապես որպես ինֆլուենսեր, հանրային դեմք, ում կարող են անդադ զանգել տարբեր երկրպագուներ։ Ձեր բջջային հեռախոսի պայմանական արտահոսք ինչ որ անանուն տելեգրամյան առումով ալիքում կարող է շատ սուբյեկտիվորեն զգայուն լինել ու գնաք միանգամից ձեր համարը փոխեք։ Իմը եթե արտահոսի ոչը կմտածեմ փոխելու մասին։ Սա սուբյեկտիվ զգայունությունն է։ Կան տվյալներ, որոնք օբյեկտիվորեն են զգայուն, այսինքն անկախ նրանից թե մարդը դրանց ոնց է վերաբերում, իրանք օբյեկտիվ ռիսկ ունեն մարդու տարբեր իրավունքների վրա ազդելու։ Օրինակ, անձնական կյանքի տվյալներ, այդտենց տերմին կա մեր օրենսդրությունում, Եվրոպայում հաճախ հենց ուղղակի զգայուն են կոչվում։ Անձնական կյանքի տվյալները այն տեղեկություններ են, որոնք շատ ինտիմ են, շատ մոտ են մարդու կյանքին, օրինակ ընտանեկան կյանքը, ընտանեկան հարաբերությունները, սոցիալական վիճակը, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր վիճակը, ամուսինների հարաբերությունները, ամուսնության հանգամանքները, ամուսնալուծության հանգամանքները եւ այլն։ Սա քանի որ շատ մոտ է մարդուն, շատ մոտ է մարդու կյանքին, որպես կանոն մարդկանց մեծամասնությունը թե ոչ բոլորը ուզում են այս տեղեկությունները այլոց համար անհասանելի դարձնել։ Ու այս այն տեղեկություններ են, որոնք հավակնում են դառնալ մասնավոր կյանքի գաղտնիքներ։ Կան օրինակ բիոմետրիկ տվյալներ, մարդու պատկերը, մատնահետքը, ստորագրությունը, սրանք օբյեկտիվորեն զգայուն են, որտեղ ինչքան շատ ունես բիոմետրիկ տվյալ, այնքան հեշտ է մարդու անունից հանդես գալ։ Այլ պատկերացրեք իմ ստորագրությունը նկար ունենան, ինչ որ մեկը կարող փորձի գնա իմ անունից վարկ վերցնի, իմ ստորագրությունը իսկական դնի, այլ ոչ թե կեղծի, որ հանգարց միամիտ բռնվի եւ այլն։ Կան մի րոպե հենց այստեղ մի օրինակ բերեմ։ Ենթադրենք ես իմ անձնագրի նկարը, այդ երեսը, նկարում ուղարկում եմ ինչ-որ մեկին, որպեսզի պայմանագիր կնքենք իրար հետ։ Ես արդեն սխալ բան եմ անում այդ դեպքում։ Միշտ չէ, որ սխալ եք անում, բայց սա մի քիչ երևի ավելի հետոյի հարց է, երբ որ կխոսենք այն խորհուրդներից, որոնք նախ Մարիամը կտա կիբեր անվտանգության տեսանկյունից, հետո այս տվյալների պաշտպանության մաքուր տեսանկյունից կտան որոշ հմտություններ, մի քիչ դժվար է այս հարցին ուղիղ պատասխանելը, որտեղ մենք սոցիալական էակ ենք, չենք կարող Ռոբինզոն Կրուզոյի նման գնալ անմարդաբնակ կղզում ապրելու։ Պարզած տենց տեղ-ընդեղ ուղարկելու ենք մեր տարբեր տվյալներ, սոցիալական ՀՑՀ-ն, սոցիալական քարտի համար են մերոնք շատերը ասում, տալիս ենք տարբեր անորոշ թվով անձանց բանկերում, կրթական հաստատություններում, աշխատավայրերում եւ այլն, չենք կարող ուղղակի այսինքն բացարձակ պաշտպանված լինել հնարավոր չէ, որովհետեւ սոցիալ, եթե ապրում ես, արդեն ռիսկ կա։ Բայց երևի անալոգիայով հեշտ կլինի ասել հետեւյալը, այ ոնց որ մարդ երբ որ դուրս է գալիս դուրս ու գիտի, որ այսօր անձրևոտ եղանակ է, ու գիտի, որ ճանապարհին երթևեկություն կա, գիտի ինչպես պիտի քայլի, որ հանգարց իր վրա ջրափոսից ջուր ցայտի այդ մեքենան կամ ինչպես պիտի անցնի փողոցը, որ մեքենայի տակ չլինի եւ այլն, ինչպես դա է դարձել հմտություն, ու մարդը չի կարող ասի, դե ես ինչա թե վրաս ջուր չլինի, վсё, սա կյանքս նստում եմ ու տանը ու դուրս չեմ գալու տնից ընդհանրապես, դա հնարավոր չի։ Նույնն է այստեղ է, երբ որ դա կձևավորվի, այդտեղ արդեն հնարավոր կլինի խոսել այնպիսի միջավայրի մասին, որտեղ շատից քչից կան կիբեր անվտանգություն կամ պաշտպանվածություն, բայց բնականաբար անխոս երբևէ չի լինելու, որ դա դժվար է սպասել, որ դա երբևէ իսպառ կվերանա, միշտ Ձեր ասացի նման, որ ասում եք բանկերը կամ մնացած կենտրոնները ունեն պաշտպանվածություն, իրականում չեն ինչքան էլ պաշտպանված լինեն, էլի չենք բացառում, որ հնարավոր է կիբերհարձակման զոհ դառնալ, այնպես որ Էլ չասեմ, որ զարգանում է, չէ՞, կարող վաղը մի հատ Վուրմբերգին ծնվի ու այսօր հենց այդ ձեր ասացին հակերներն էլ մեզ զուգահեռ զարգանում են, ինչպես որ մենք ենք փորձում այդ հարձակումներից խուսափել, իրենք էլ զուգահեռ զարգանում են ավելի հետաքրքիր ճանապարհներով ու խելացի ճանապարհներով, այդ ազդում են մարդկանց զգացմունքների վրա։ Շատ լավ, հակերների մասին խոսեցինք, մի հատ հասկանանք ընդհանրապես ով է հակերը, ինչու են նրանք ի հայտ եկել առհասարակ, երբ են ի հայտ եկել, ինչպես են աշխատում, ինչպես են ազդում մարդկանց վրա։ Սկզբից նշեցի, որ Հայաստանում մենք խնդիր ունենք հասկանալու ոչ թե ինչպես խուսափել հակերներից, այլ ինչ է հակերը ու ըստ դրա կազմել իր ճանապարհը։ Հակերները ազդում են մարդկանց ուղեղի վրա, նախ իրենք չեն նստում ամիսներով մտածեն, թե օրինակ բժշկական կենտրոնի էջի ինչպես գողանան։ Մենք այդպես գիտենք ամենայն դեպս։ Այո, նամակ են ուղարկում, հիմնականում ֆիշինգային հարձակումների, հղումների տեսքով են ուղարկում հակերները։ Ֆիշինգային հարձակում։ Հակերային հարձակումներն են, օրինակ Մետայի շրջանակներում ներկայացնեմ, որ Մետայի պաշտոնական հաղորդագրությունները շատ նման։ Ձեր էջը 48 ժամվա ընթացքում կարգելափակվի, եթե չանցնեք հղմամբ ու չլրացնեք ձեր տվյալները։
Այստեղ մենք հասկանում ենք, որ մեզ մոտ ստեղծվում է վաղ բիզնես էջ ունենք, որը մեզ համար շատ կարևոր է, մեր եկամտի աղբյուրն է, ու մեզ ասում են 48 ժամվա ընթացքում տեսնում ենք, որ մետան է, մետայի նշանով է, ամեն ինչ նորմալ է, հղմամբ ասում ենք, մեր տվյալները լրացնում ենք ու տալիս ենք մուտք դեպի մեր էջ հակերին։ Այսինքն հակերը առաջին հերթին աշխատում է մեր զգացմունքների վրա։ Խուսափելու համար այդ ամենից մետան ունի ապատեղեկատվության դեմ կիբերանվտանգության համար ունի շատ հետաքրքիր պայքարներ, եռաչափ պայքարներ։ Առաջին հերթին, ինչպես նշեցի խոսքիս մեջ, link verification-ը, եթե մենք ստանում ենք տեղեկություն, օրինակ, որ մեր edge արկելը փակվում է 48 ժամվա ընթացքում, անցեք հղմամբ, այդ հղման անցնելու ժամանակ մետան ձեզ ասում է, անցնեք թե ոչ, արդյոք տվյալ հղումը, որ դուք անցնում եք, պաշտպանված է թե ոչ, ունի նախկինում ապատեղեկատվություն տարածած հղում թե չէ։ Դրանից բացի մետան ունի համագործակցում է փաստուգող կազմակերպությունների հետ։ Հայաստանում նույնպես կա, չգիտեմ տեղյակ եք թե ոչ, փաստուգող անկախ կազմակերպությունների հետ, ովքեր ստուգում են, եթե տվյալ բովանդակությունը ունի խախտում եւ խախտում է պլատֆորմի քաղաքականությանը, մասնակի կամ ամբողջությամբ հեռացնում է, իսկ տվյալ բովանդակության տարածումը նվազեցնում է։ Հիմա ես ստացել եմ ձեր նշած նամակը։ Ինչ պիտի անեմ։ Նախ ստուգում ենք, եթե Facebook-ում կամ երկու տեղում տարբեր համակարգեր գոյություն ունեն, Facebook-ում page transparency-ա կոչվում, իսկ Instagram-ում կոչվում է about this account։ Մտնում ենք, միած ստուգում ենք, թե տվյալ edge-ը երբ է ստեղծվել, որ երկրից է կառավարվում, արդյոք իրական է թե կեղծ, ամբողջ պատմությունը հղումը ինձ ուղարկած նախքան հղում այո, ովքեր որ ուղարկել են, մտնում ենք այդ edge-ի մեջ, about this account բաժնում կամ page-երի դեպքում, business edge-երի դեպքում transparency-ա կոչվում, այնտեղ կտեսնենք արդեն այդ edge-ի ամբողջ պատմությունը, որտեղից է կառավարվում, ովքեր են admin-ները, երբ է ստեղծվել, տեղադրությունը, հասանելիությունը, ամեն ինչ կտեսնենք։ Դա ստուգելուց հետո, եթե գտնենք, որ կեղծ է, պետք է անցնենք հղմամբ, չէ՞, քանի որ մեզ ասել են 48 ժամ ունեք, պետք է անպայման անցնեք, թե չէ մենք ձեր էջը կկորցնենք։ Անցնում ենք հղմամբ, այդ սեղմելու բան link verification-ը աշխատում է։ Այսինքն ալգորիթմը ձեզ ասում է, տվյալ edge-ը կեղծ է թե ոչ։ Բայց այնուամենայնիվ, քանի որ արդեն ազդում են մարդկանց ուղեղների զգացմունքի վրա ու վախ են ներշնչում կամ լինում է, չէ, դեպքեր ասում են, դուք շահել եք iPhone 16 կամ iPhone 17, եթե ուզում եք վերցնել, արագ անցեք հղմամբ, այստեղ ուրախության զգացմունք են առաջացնում։ Արագ մտնում ես, լրացնում ես, որ այդ հեռախոսը ստանաս կամ չէ, լինում է փոստային առաքումներ են լինում, եկեք հղմամբ անցեք, որ շատ եմ ստանում։ Ահա, այսինքն իրենք շատ հմտորեն աշխատում են ձեր զգացմունքների վրա ու կարողանում են վերցնել մուտք դեպի ձեր edge։ Ստուգելուց հետո, եթե տեսնում ենք, որ տվյալ edge-ը կեղծ է, անպայման մենք բլոկավորում ենք ու անցնում ենք առաջ։ Բայց հմուտների համար էր խորհուրդ։ Ես խորհուրդ ունեմ մարդկանց համար, ովքեր այդքան հմուտ չեն։ Անկախ մասնագիտությունից, անկախ տարիքից, անկախ զբաղմունքից, անկախ սեռից, այն մարդիկ, ովքեր որոշել են, որ չեն կարող ստանձնել Facebook-ին ապատեղեկատվության կամ phishing-ային հարձակումների դեմ պայքարի հարցում օգնելը, այսինքն չեն կարող այդ սաղ ստուգումը անել, իրանց խնդիրը հետևյալն է, կարող մեյլ են ստացել, ոչ թե Facebook-ով է եկել այդ մտնել ու գաղտնաբառը փոխել, թե չէ, ու ոնց Մարիամն ասեց, վախ կա իրանց մեջ, որ հանգարց edge-ը ապա ակտիվանա։ Ապա ամենահեշտ հմտություններից մեկը, որը տեխնիկական չի ընդհանրապես, գնալն է դեպի սկզբնաղբյուր։ Եկել է ինձ մեյլ, ես վախենում եմ, չգիտեմ, Facebook-ից կապ ակտիվանա, թե չէ, չունեմ էլ հմտություն հասկանալու համար, այդ կեղծ հղում է, կեղծ հղում չի, չունեմ էլ գիտելիք, որ իմանամ, որ մետան երբեք նման հաղորդագրությամբ password փոխել չի առաջարկում, չունեմ այդ հմտությունը, չունեմ գիտելիքը, ինչ կանեմ։ Ուզում եմ սիրտս հովանա իմ ապահովության համար password-ս փոխեմ։ Ես գիտեմ որտեղ է իմ հեռախոսում Facebook-ի հավելվածը, գիտեմ որտեղից եմ password դրել ու փոխել։ Կգնամ ընդդրից հենց ուղակի կփոխեմ, եթե անգամ անհանգստանում եմ։ Դրանք այնքան նման են, շատ մետայի պաշտոնական հաղորդագրություն չեք կարող տարբերել, նույնիսկ ես որպես մասնակից կարող եմ մի պահ կանգ առնեմ ու այսպես մտածեմ, կարող եմ միանգամից պիտի ընդհատեմ, որտեվ ձեզ մոտ տպավորություն եղավ, կարող որոշների դիտողների մոտ է տպավորություն ունի, թե ես առաջարկում եմ գնալ այդ հղմամբ ու ստուգել, ես հղմամբ չեմ գնա, ես կբացեմ իսկական Facebook-ի իսկական հավելվածը, ընդդեղից password-ը կփոխեմ ցանկացած ժամանակ, երբ մտքովս անցել է այն password-ը փոխել։
երբեք ոչ մի հղումով, ոչ մի միջնորդով չեմ գնա։ Բայց պատկերացրեք notification-ը գալիս ձեր Facebook-յան պրոֆիլը խախտում ունի, սեղմեք, որ տեսնեք ինչ խախտում ունեք։ Ինչպես եք տարբերակել։ Ես չեմ մտնելու հղումով, ես գնալու եմ Facebook-ից Բայց եթե մետան է պաշտոնական ու եթե չմտնեք հղումով, ձեր էջը կարգելափակվի։ Փողոքարկում պետք է անեք։ Ոչինչ։ Ավելի պես, քան թե իմ փողերը տանեն։ Լավ, ես ամենասկզբում հարցրեցի պետությունը չի կարող պաշտպանել իր քաղաքացուն։ Հիմա նորից նույն հարցին պիտի գանք, այսքան վերլուծություններից տեղեկատվությունը հաղորդելուց հետո, հա, նորից պետությունը չի կարող պաշտպանել իր քաղաքացուն հաքերից, հարձակումներից, մետայանման նամակներից եւ այլն։ Ինչ պիտի անի պետությունը այս դեպքում, ես սա եմ ուզում հասկանալ։ Այսինքն հույսը ուղղակի անհատի վրա է։ Ոչ, բնականաբար ոչ, բնականաբար ընդունվում են օրենքներ։ Մենք ունենք անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք 2015 թվականից, իսկ հիմա ազգային ժողովում քննարկվում է կիբերանվտանգության մասին օրենքի նախագիծը։ Մենք ունենք նաև քրեական օրենսգրքում համապատասխան դրույթներ եւ այլն։ Չափազանց շատ բայց պետք է համացանցային կարգավորումների գնալիս պետք է մի քիչ զգույշ լինել, որտեղ չափազանց խիստ ու շատ միջամտությունը համացանցին կարող է ռիսկ ունենալ վտանգի տակ դնելու արտահայտվելու ազատությունը, խոսքի ազատությունը, տեղեկատվության ազատությունը, այո։ Օրինակ պայմանականորեն եկեք մի հատ մոդել սցենար հնարենք ուղղակի։ Ենթադրենք պետությունը որոշում է, որ իր քաղաքացիներից ոչ մեկ չպիտի այլևս ենթարկվի երբևէ որևէ կիբերհարձակման, դրա համար անջատում է բոլոր սերվիսները, որոնք արտասահմանյան են, անջատում է բոլոր պրովայդերներին, որոնք կարող են ինտերնետ մատակարարել ցանկացած ձևի անդերսահմանային տարածքից արտասահմանից, ստեղծում է սուվերեն ինտերնետ ու պարտադրում է ունենել բացառապես սեփական հավելվածներ, ծրագրեր ու սոցիալական հարթակներ։ Բայց դա էլ է ռիսկային, որտեղ դե մասնավորն էլ կարող է սխալվել ու այս նույն պետությունը որոշում է, որ չէ, այսուհետ պիտի բոլոր սոցիալական հարթակներն ու ծրագրերը պարտադիր անցնեն պետական սերտիֆիկացում եւ ես ու իմ իրավապահ մարմինները որպես պետություն պիտի կարողանանք միշտ տեսնել, թե ով այնտեղ ինչ տվյալներ է ում հետ շրջանառում։ Զուտ մարդկանց անվտանգության համար։ Այս սցենարը ձեզ դուր գալիս է։ Կարելի է քննարկել։ Բայց ոնց որ այդքան էլ լավ չէ։ Ինչ որ իհարկե ազատության սահմանափակում է հաստատ լինելու եւ շատ-շատերի մեծամասնության համար դա ազատության սահմանափակում է։ Դրա համար ռիսկ աշխարհից կտրվել։ Ու կա համաչափության սկզբում սահմանադրական, որ մարդու ցանկացած իրավունքին միջամտությունը պիտի համաչափ լինի, պիտանի անհրաժեշտ եւ չափավոր լինի, ու այս իմաստով նման կարգավորումներն էլ պիտի չափազանց զգույշ լինեն եւ բծախնդրորեն պիտի հղկվեն ու քաղաքասարակության ուշադրության կենտրոնում պիտի լինեն, որպեսզի հակառակ էֆեկտը չտան ու չհանգեցնեն մարդկանց այլ իրավունքների ոչ իրավաչափ ու ոչ համաչափ սահմանափակման։ Հիմա ազգային ժողովում որ քննարկվում է այդ օրենքը, ինչ է ենթադրում։ Դա օրենք է, որը առանձնացնում է կիբերտիրույթում գործող որոշ ոլորտներ։ Այդ ոլորտները կոչվում է կենսական նշանակության ոլորտներ, որտեղ համարում է, որ դրանք մեծ նշանակություն են մարդկանց իրավունքների տեսանկյունից, եւ սահմանում է կանոններ, որ այդ ոլորտներում ծառայություն մատուցող տնտեսվարողը պիտի ունենան կիբերանվտանգության սեփական տեսլականը եւ ինստիտուտները, շատ կարճ եմ կապում, լայն իմաստով պիտի ունենան պարտականություններ ապահովելու կիբերանվտանգություն այդպիսի համակարգերում։ Որպես օրինակ, այդպիսի կենսական նշանակության ոլորտներից են համարվում առողջապահության ոլորտը, ֆինանսական ոլորտը, էլեկտրոնային հաղորդակցությունը, փոստային ծառայությունները եւ այլն։ Շատ լավ։ Հանրային վայրերում Wi-Fi-ից օգտվելու համար միշտ ասում են, որ դա խնդիր է եւ չի կարելի։ Ես օգտվում եմ։ Բայց խնդիրներ առաջացնում է, չէ՞ դա։ Հնարավոր է առաջացնի։ Ինչ խնդիրների մասին է խոսքը։ Հնարավոր է այդ Wi-Fi սարքից միանալու դեպքում օգտագործեն ձեր անձնական տվյալները, կարողանան մուտք անել նաև ձեր iCloud, իսկ iCloud մուտք անելուց հետո արդեն հնարավոր է նաև ձեր հեռախոսը ամբողջությամբ անջատեն։ Հաքերների հիմնական նպատակը իրականում գումարն է։ Օրինակ, եթե անձնական կամ բիզնես էջեր են գողանում, օգտագործում են ձեր անձնական քարտը եւ գումարներ են դնում, իսկ այդ գումարները բավականին մեծ չափի գումարներ են լինում, խոսքը օրինակ 4-ից 5,000 դոլարի մասին է, որովհետեւ մեկ օրվա մեջ ամբողջությամբ այդ գումարը ծախսեն ու կարողանան հանգիստ այդ էջը հասցնեն օգտագործել։
Էջը որ գողանում են, առաջնահերթ փորձում ենք անցնել հակերային այդ հղումներով չանցնենք, փորձում ենք անցնենք Instagram-ի, Facebook-ի ֆորմաներով, արագ մեր էջը վերականգնենք։ Այդ ընթացքում արդեն հակերը որոշում է, որ քո անձնական քարտը օգտագործում է, արագ գումարներ վերցնում է, գովազդները միացնում։ Նույն կերպ նաև կարող են ձեր iCloud-ը օգտագործել, իսկ iCloud-ը օգտագործելու ժամանակ ոչ միայն ձեր անձնական տվյալները, նաև ֆինանսական մեծ վտանգ կարող է ունենաք, կորուստ կարող է ունենաք։ Դրա համար խորհուրդ ենք տալիս հիմնականում ես ինքս օգտվում եմ իմ հեռախոսի համացանցից, ինտերնետից կամ տան համացանցից։ Այսինքն հանրային վայրերում Wi-Fi-ին նախընտրելի է։ Նախընտրելի է, ինձ համար նախընտրելի է։ Ես չգիտեմ, սա դրեմ, ես համաձայն եմ, բայց իրականում վարժություններում երբեմն հակառակ սադրանքներ են անում, զուտ ցույց տալու համար, որ ամեն ինչ միանշանակ չի, բայց ես լրիվ համաձայն եմ։ Եթե ուզում եք ասեմ այս սադրանքը։ Բայց դուք միանում եք։ Ինչը։ Եթե միանում եք, ուրեմն պետք չի կարծում եմ սադրանքներ։ Չէ, այս սադրանքը ինչի մասին է, որ մետաղադրամը միշտ երկու կողմ է ունենում, որոշ մասնավոր իրավիճակներում, երբ որ դու նպատակ ունես քո սեփական հետքը ինչ որ չափով թաքցնել, ապա հանրային Wi-Fi միջոցով վարված գործը ավելի անվտանգ է, քան ավելի անվտանգ է քո տեսանկյունից ու հասցեատիրոջ տեսանկյունից ուր մտնում ես, քան եթե դու անես քո սեփական սարքով։ Ամենահասարակ բանը, գաղտնաբառը մարդը չգիտի, օգտատերը չգիտի։ Ամենահասարակ բանն է։ Ուր մնաց երկուլային անվտանգություն միացնենք, ուր մնաց save անենք մեր լոգինները տարբեր բրաուզերներում։ Ամենահասարակ ու այս պարտականությունն է։ Կարող հանելու եք մոնտաժի ժամանակ, որտեվ այդ մտքումս կա խուսափում եմ ասել, որտեղ մի քիչ լավ չի հնչում հատկապես ոչ մասնագիտական մարդկանց համար, զաշիտա դուրակով։ Սովորաբար մեծ հաճախորդների բազաներ ունեցող համակարգերը պետք է կիրառեն զաշիտա դուրակով սկզբունքը։ Դա մի քիչ ավելի իրավաբանական տերմինաբանություն ունի դեռ վաղուց 90-ականներից այն Քավուկյանը, որ Օնտարիոյի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինի ղեկավարն էր ու հայ էր, հանձնակատարն էր ընդեղի, ինքը նաև կոչել է privacy by design, privacy is ճարտարապետության, նշանակում է այդ էլեկտրոնային համակարգերի ճարտարապետությունը ի սկզբանե պիտի իր մեջ ներառի անվտանգության կառուցակարգերը։ Բայց զաշիտա դուրակովի իմաստն էլ մի քիչ ավելի տիպիկ է ցույց տալի խնդիրը, որ երբ որ դու ունես անորոշ թվով տարբեր մարդիկ, պիտի ենթադրես, որ մարդկանցից որևէ մեկը առնվազն ճակերտներով դուրակը, անկախ նրանից ինքը ինչքան շատ հմտություն կունենա, միգուցե դոկտոր պրոֆեսոր իր ոլորտում ու աշխարհի ամենախելացի ոլորտային մասնագետն է, բայց կարող ինքը չունենա հմտություն քո հարթակում իրան պաշտպանելու, ու այդ կառուցակարգերը պիտի այստեղից պաշտպանվեն։ Մարիամի հետ ինչպես եմ ծանոթացել, դա եմ ուզում պատմել, ուրեմն սրանից 4 տարի առաջ, չէ, 4 տարի արդեն կլինի։ Իմ Instagram-յան էջը արգելափակեցին եւ հարցակում էր եղել փաստորեն ու ես փնտրեցի դաշտում ամենալուրջ դեմքերին, որպեսզի ինձ օգնեն էջը վերականգնել իհարկե, բոլորն ասացին միաբերան, որ անհնար է այլևս, պարզապես պետք է նոր էջ բացել ու շարունակել աշխատել նոր էջով։ Հետո ես SMM խումբ կար Facebook-ում, SMM էր, չէ, հենց կարծեմ կոչվում, այդտեղ պարզապես գրեցի վերջին հույսս էր, հա, վերջին հույսս այդ խմբում գրեցի, դիմելով, որ եթե հնարավոր տարբերակ կա, եկեք փորձենք նոր էջ բացեմ, Մարիամ արձագանքեց եւ միասին սկսեցինք փորձել, արդյոք հնարավոր է թե ոչ։ 10 օրվա ընթացքում Մարիամը իմ էջը վերականգնեց, բայց այստեղ հարց է առաջանում, ինչու դաշտի այսպես կոչված լավագույն մասնագետները, որոնք թվում է թե հրաշքներ են գործում, չկարողացան անել դա, իսկ Մարիամը, որ այդ ժամանակ երևի դեռ սկսնակ էր, նոր էր փորձում հասկանալ ինչ է այդ դաշտը, առհասարակ Մետան, Facebook-ը, Instagram-ը, 10 օրվա ընթացքում փաստացի կարողացավ դա անել։ Ընդ որում մի անգամ չի արել, հետո արդեն մի քանի անգամ է արել եւ ոչ միայն արդեն իմեջն է փրկել, այլ շատ շատերի էջն է հասցրել փրկել այս 4 տարիների ընթացքում։ Ինչն է այստեղ խնդիրը։ Ես չգիտեմ ոնց պատասխանեմ Մարիամի փոխարեն, բայց պետության մասշտաբով նայեք դուք։ Սա շատ մասնագիտական է, օրինակ ինչն է խնդիրը, որ իմ մեքենան կարող է տանեմ մեկի մոտ ու ինձ
ասի որ չի կարող օգնել, մյուսը ստիպի փոխել 10 մաս, որոնցից ոչ մեկը խնդիրի չեն վերացնի, իսկ մի երրորդը որ կունենա համապատասխան հմտություն, գիտելիք եւ միգուցե փորձ այդ մեքենայի հետ աշխատելու, միանգամից կհասկանա ինչումն էր խնդիրը ու կօգնի։ Սա երևի թե, եթե շատ լայն փորձ եմ ենթադրել, ապա գիտության, տեխնոլոգիայի զարգացմանը զուգընթաց այն մասնագետները, ովքեր ավելի բծախնդիր են, ավելի պարտաճանաչ են եւ պատրաստական են սովորելու հասկանալ այդ հմտությունները, նաեւ ունեն դրանով զբաղվելու նպատակ, օրինակ դա դարձնելու իրենց կարիերայի մասը, հավես։ Իրական պետք է աշխատանքը սիրել։ Այո, ես էլ ուզում եմ, որ եթե ուզում ես ես սիրելով եմ աշխատում։ Եվ աշխատում ես, հմտանում ես այդ ոլորտում, ապա մեծ հավանականությամբ շատ դիմողների ուղղակի գերակշիռ մեծամասնությանը կկարողանաս օգնել, որտեղ գիտես ինչպես ես անելու, ինչ ճանապարհներով ու ինչումն է եղել իրենց խնդիրը։ Տեսեք, խախտումները ստուգվում են ավտոմատացված համակարգերի կողմից։ Այսինքն ձեռքով ստուգում չի գնալու։ Երբ ձեր բովանդակությունը հեռացվում է, ձեզ հնարավորություն է տրվում բողոքարկում անել։ Բողոքարկում անելուց հետո, եթե ավտոմատացված համակարգը գտնում է, որ չէ, խախտում ունեք, հեռացնում ենք եւ զգուշացում են ուղարկում ձեզ, մենք արդեն կապ ենք հաստատում Մետայի հատուկ թիմի հետ։ Դու ինչպես ես այդ հրաշքները գործում, ինձ դա է հետաքրքիր։ Այ հենց այդտեղ էլ անցնում ենք human review-ի, այսինքն ձեռքով ստուգման է գնում ու մենք դառնում ենք իրավաբան, իրավաբանի նման հավաքում ենք բոլոր տվյալներն ու սկրինշոթերը, ուղարկում ենք, եթե մենք իրականում խախտում չունենք, մեր էջը կվերականգնվի։ Դառնում եք ներկայացուցիչ ու փորձում եք Մետայի թիմին համոզել, որ իրավաբան, բժիշկ, այդ երկու մասնագիտությունը այսպես իրարացնելով։ Սա ես պիտի ասեմ, որ այս դեպքում Մարիամի պես մասնագետների դերը ավելի է բարձրանում Հայաստանի նման երկրների պայմաններում, ովքեր չունեն ներկայացուցչություններ, հենց դրան է ես ուզում գալ։ Ինչու Հայաստանը չունի կոնկրետ ներկայացուցիչ նման հարթակում, ինչու եմ ես հարց տալիս, որովհետև այդ ժամանակ ես ոչ միայն դաշտի մասնագետներին եմ դիմել, այլ նաև արտաքին գործերի նախարարություն եմ հասել։ Ես ուզում եմ հասկանալ, կա ինչ-որ մեկը, որ այդ հարցերին պատասխան է տալու, կրելու է պատասխանատվությունը։ Սա իրավաբան, տեսաբանների ու գիտնականների գրելիք ու աշխատելիք հարց է, Facebook-ը կամ Մետան, որպես կորպորացիա, իր բոլոր սոցիալական հարթակներով հանդերձ, միջազգային իրավունքի մաս չէ։ Չկա պաշտոնական դիվանագիտական կապուղի, ինչպես կա երկու դիվանագիտական հարաբերություն ունեցող երկրների միջև։ Չկա այդպես կապուղի, օրինակ Հայաստանի եւ Մետայի միջև։ Պետություն եւ այլ երկրի ուղակի տնտեսվարող է, այլ երկրի բիզնեսմեն է Ցուկերբերգը, այլ երկրի բիզնես է դա, ու մի քիչ դե պատկերացրեք նույն կերպով ինչքանով կարող է մեկ այլ պետություն մեզնից պահանջել, որ մենք մեր ինչ որ մի տնտեսվարողից ինչ որ բան պահանջել։ Ու ուրիշ երկիր ես, ուրիշ սուվերենություն ունես եւ ուրիշ իրավազորություն, յուրիսդիկցիա ունես, քո յուրիսդիկցիան բարի աշխատի, ես իմ պետության հետ աշխատում եմ նենց ոնց աշխատում եմ։ Սրա համար ամեն դեպքում աշխարհը կամած այս իրողություններին էլ է հարմարվում, գնալով ավելի շատանում նախ Բուդապեշտի կոնվենցիան կիբերհանցագործությունների դեմ պայքարի փոխվում է ու միջազգային համագործակցությունը մի քիչ ավելի խստանում է, նաև օրինակ մեր իրավապահ մարմինները սկսում են համագործակցություն գտնել այլ պետությունների իրավապահ մարմինների հետ, որպեսզի կարողանան դիմել այլ պետության ու խնդրել, որպեսզի այլ պետության պետական մարմինը աջակցի մյուս պետության պետական մարմնին եւ նաև կնքվում են տարբեր միջպետական համաձայնագրեր, հուշագրեր կամ փաստաթղթեր, որոնք երկկողմանի փոխօգնության մասին են տարբեր ոլորտներում, հետո այդ տեղեկատվության անվտանգության ոլորտում։ Այստեղ մեծանում է նաև այնպիսի միջսահմանային կառույցների դերը, ինչպիսիք են օրինակ Ինտերպոլը կամ Եվրոջասթը եւ այլն, որոնք որ արդարադատության տարբեր ոլորտներում կարողանում են սահմանները, ֆիզիկական սահմանները կարողանում են որոշակիորեն իրենց իրավազորությամբ չասեմ շրջանցել, բայց անցնել ու աշխատել ավելի լայն ու բան։ Դրան գնում է կամաց աշխարհը, դա երևում է, բայց դա միևնույն է մի քիչ բարդ է պնդելը, որ Մետան պարտավոր է հաշվետվություններ տալ Հայաստանի օրինակ պետական այս կամ այն մարմնին։ Իրականում Մետան համագործակցում է պետական մարմինների հետ, մանավանդ կիբերանվտանգության կամ ապատեղեկատվական արշավում, սովորական անձնական էջերի համար կամ բիզնես էջերի համար չի կարող միջամտել պետությունը, կարող է միջամտել հիմնականում պաշտոնական
բիզնես էջերի կամ չգիտեմ պետական էջերի ավելի դեպքում այդ դեպքերում կարող է միջամտել։ Ես եթե չեմ սխալվում, բայց այն ինչ ես հիշում եմ, եթե չեմ սխալվում, հայկական իրավապահ մարմիններից ուղղված հարցումները մետային տոկոսային հարաբերությամբ շատ էին բավարարվել, քան լիքը ուրիշ երկրների իրավապահ մարմինների հարցումները։ Ինչով Այդ նշանակում իրավապահ մարմինները շատ ավելի հիմնավորված եւ համաչափորեն տեղին են պահանջել, խնդրել տեղեկություն մետայից ու մետան իր կանոններից ու ստանձնած հանձնառություններին եւ դաշնային օրենքներին համապատասխան նաեւ ունեցել է չասեմ ուղիղ պարտականություն, բայց պարտավորվածություն հայկական իրավապահ մարմինների համար բացահայտելու այս կամ այն տեղեկությունը, որ իր տակ ունեցել է կիբերհանցագործություն։ Եկեք մեզ դիտողներին խորհուրդ տանք առհասարակ ինչպես պաշտպանվել, բայց շատ པարզ քայլերով, հա, շատ մարդկային པարզ քայլերով, ինչպես պաշտպանվել, ինչ է պետք անել, երեխաներին ինչպես պաշտպանել, որովհետև փաստ է, չէ, որ երեխաները այսօր անդադար հեռախոսներով մուլտֆիլմեր են դիտում, տարբեր կայքեր են մտնում եւ անհնար է անընդհատ վերահսկել այս ամենը։ Ինչպես պաշտպանվել ու պաշտպանել երեխաներին։ Քանի որ ես վստահ եմ, որ Մարիամը շատ խորհուրդներ կարող է ունենալ իր փորձից, եթե դեմ չեք, ես սկսեմ երկու པարզ խորհուրդով, որոնք կապված չեն հենց կոնկրետ ինչ-որ թվային հարթակներից, իրանք ավելի շատ հմտություններ են, քան գիտելիքներ։ Առաջինը, շատ կարող է մարդկանց օգնել, եթե իրենք այն ամեն ինչ տեղի է ունենում համացանցում, պրոյեկտեն իրական կյանքի վրա, մտքում պատկերացնի իբր թե տեղի է ունենում իրական կյանքում, ու եթե իրական կյանքում դրանից վատ կզգան, ապա չանեն նաև համացանցում։ Երկու օրինակ ասեմ, եթե ես ուզում եմ public նկար գցել որևէ սոցիալական հարթակում, ես մտքումս պատկերացնում եմ իբր նկարը մեծ պաստառով տպել ու կախել եմ հանրապետության հրապարակում։ Դա ինձ համար նորմալ է, թե չէ, ինչպես ինձ կզգամ, եթե հա, լավ եմ անում, հրապարակում եմ։ Մի քիչ ավելի դա տեսնելու են մարդիկ, տեսնելու են ծանոթները, բարեկամները, կինս եւ այլն, սա տեսնելու են նորմալ է, որ տենց լինի, անծանոթ մարդիկ են տեսնելու, մամայից հարևաններն են տեսնելու, լավ է, թե չէ։ Եթե հա, ուրեմն գցում եմ նաեւ սոցիալական ցանցերում, որտեղ նույն կանխավարկածն ունեմ, սոցիալական ցանցը կարող է մի քիչ հեռավորության տպարություն ստեղծի, իսկ ես հասկանում եմ, որ նույն բանն ավելին անգամ ավելին համացանցում պոտենցիալ բոլոր 8 միլիարդ մարդիկ կարող է դա տեսնեն, սա լավ հմտություն է։ Կամ մի դեպք կար, Facebook-ում շատ խմբեր կային ծնողների երեխեքի հետ կապված 50,000 օգտատեր ունեցող, օրինակ, այդտենց մեծ խմբեր էին, երբ որ որոշ ծնողներ իրենց երեխեքի տկլոր նկարը գցում էին, խորհուրդ են հարցում, ասում են, այստեղ կարմերել է, մի հատ խորհուրդ կտակ, այլ հարցը որ տենց մարդկանց պետք է ասել, իհարկե գնացեք բժշկի դիմեք մասնագիտական խորհրդատվության, բայց մի առիթ եղավ մի անգամ, երբ տենց թեմա էր քննարկվում ու կային ծնողներ այդ լեսարանում, ես իրենց ասեցի մտքում պատկերացրեք, իբր դուք տպել եք այս տպել եք հասարակ ֆոտոյով ֆիզիկապես այդ նկարը երեխայի ու բաժանել եք 50,000 մարդկանց ու հետ չեք վերցրել, դա նորմալ է, ասում են, ինչ է, ոնց է նորմալ։ Նույն բանն է կարել, մեծ հաշվով ոչ մի տարբերություն չկա։ Սա լավ հմտություն է, մարդը մի քիչ սկսում է համացանց իրեն մոտեցնել ու հասկանալ ինչ անել։ Եվ երկրորդ հմտությունը, կա sense մի կանոն, համաչափություն է կոչվում, չանել ավելին, քան պետք է։ Օրինակ, ես իմ մեյլը օգտագործում եմ երբեմն որպես արխիվ։ Իմ անձնագիրը մեյլումս անընդհատ կա, որտեղ միշտ ձեռքի տակ է լինում։ Հիմա լավ է, վատ է, իհարկե, տեսեք, ռիսկը բարձրացնում եմ, եթե Աստված չան ինձ մեկը կոտրի, իթիվս այլանի, որ հասարակություն կստանա նաև իմ մեյլին, նաև կկարողանամ էջից անել իմ անձնագրի բան։ Բայց մի դեպք եղավ, երբ իմ գործընկերը, ընկերը իրեն պետք էր իմ վիզայի էջը անձնագրի, ես իրեն ուղարկել եմ, ինքը մեյլով ստացել էր, ինքը քաշել էր, տպել էր, դրել էր իր թղթապանակի մեջ, ինձ զանգեց, ասեց, «Всё, վերջ, ես իմ նպատակին հասել եմ, ջնջել եմ իմ մոտից, դու էլ կարող ես քեզ մոտ ջնջել», ու ես ջնջեցի ինձ մոտ այդ մեյլը, ինչի, որովհետև իմ նպատակի տեսանկյունից այլևս անհրաժեշտ չէր, որ դա այնտեղ մնա։ Սա նույնպես լավ հմտություն է։ Հիմա ում ուզում եք հարցրեք, մեծ մասը երևի չեն իմանա բանկային քարտի են դարձերեսի եռանիշ թիվը ոնց է աշխատում։ Ես էլ չգիտեմ ոնց է աշխատում։ Ես չգիտեմ ոնց է աշխատում, բայց ես ուղղակի գիտեմ, որ ես փոխանցելու համար քարտի վրայի 16 թիվը հերիք է։ Իմ նպատակի համար հերիք է։ Հետևաբար ցանկացած դեպքում, երբ որ ավելի շատ տեղեկություն են ուզում, այսինքն անհամաչափ է ուզածը,
Այդ բոլոր դեպքերում միանգամից ռիսկ եմ ենթադրում ու չեմ փոխանցում տվյալներ ավելի շատ, քան անհրաժեշտ է։ Գնացել եմ հագուստ փորձելու, նկարվել եմ կիսատկլոր, ուղարկել եմ մարդկանց, խորհուրդ եմ հարցնում, ինչ սազում է շորը թե չէ, նպատակից հասա, վերջացրեցի, մեսենջերից այդ նկարները ջնջում եմ։ Երեխաների հետ կապված Մետան այս տարում արդեն 3 անգամ փոփոխություն է արել, մինչև 14 տարեկան երեխաները իրավունք չունեն բացեն Facebook-յան կամ Instagram-յան էջեր։ 14-ից 16 տարեկան երեխաները կարող են բացել իրենց անձնական էջեր ծնողի թույլտվությամբ, ծնողը հսկելու է, այսինքն այնտեղ կան հատուկ կարգավորումներ, որտեղ ծնողը հսկում է, երբ է մուտք անում, ինչ է տեղադրում, ամեն ինչ, այսինքն այդ մասով կարգին է։ Կապված էջերի հետ ինչպես անել, որ հակերային հարձակումներից զերծ մնալ, ամենապարզ քայլը նախ գաղտնաբառը իմանալ, որ կարողանալ շտապ փոխել, երկրորդ երբուլային անվտանգություն անպայման միացնել եւ այս վերջերս մոտ 1 ամիս առաջ հերոստահաղորդավար Արտավազդ Ամիրյանի Instagram-յան էջին էին կողացել հարևան երկրից, վերականգնեցինք, ամեն ինչ նորմալ է, այսպեսի մի հատ խոսք ասեց, ամեն link չի, որ կարելի է սեղմել, այսինքն սեղմելուց առաջ մի հատ հասկանանք ուր են գնում, ինչ ենք անում, հետո նոր սեղմենք։ Երևի այս այն դեպքն է, երբ որ կասկածը պետք է մեկնաբանվի իօգուտ չանելու գործողություն։ Ինքը եթե համոզված չես, մի արա։ Այդ վախի կամ այդ ուրախության զգացմունքին զուգահեռ պետք է ուղեղը աշխատացնել, գիտակցել, ինչ կանել, որ օրինակ շահել ես iPhone 17 կամ օրինակ ձեր էջը բլոկում է, մի հատ հասկանանք ինչ է կատարվում, տեսնենք ումից է եկել, հետո նոր Այսպես կոչված իրականությունից չկտրվել։ Ռեալ եւ ռացիոնալ լինել։ Շնորհակալ եմ ձեզ շատ, ավելացնելու որևէ բան ունեք։ Երևի մարդկանց խորհուրդ կտամ սոցիալական հարթակներում չխաբել իրենց, չխաբեն իրենց, եթե ինչ-որ բան նշում են, որ կարդացել են, կարդան, եթե ինչ-որ բան նշում են, որ գիտեն, իմանան, տենց ուղղակի իրենց պաշտպանեն, այո։ Շնորհակալ եմ շատ։ Ես հիշեցնեմ, որ դուք դիտում եք Հայը հաղորդման երկրորդ եթերաշրջանի հերթական թողարկումը։ Մենք խոսում ենք մեդիագրագիտության, կիբերանվտանգության, անձնական տվյալների պաշտպանության եւ Facebook, Instagram արգելափակելու հաքերների մասին։ Խնդրում եմ այս ամենի մասին գրեք նաեւ ձեր կարծիքը մեկնաբանություններում, բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որ բաց չթողնեք հաղորդումները։ Ես Էլանին եմ Զաքարյան, կհանդիպենք։